Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եթե չարչարվենք, նրա հետ էլ կթագավորենք Առաջին Տիմոթեոս 2:12 Մենք չպետք է կարծենք, թե Քրիստոսի համար և Քրիստոսի հետ ենք չարչարվում, եթե Քրիստոսի մեջ չենք Սիրելի ընկեր, արդյոք քո հույսը միմիայն Հիսուսի վրա է, եթե ոչ, ուրեմն ինչի համար էլ որ սգաս այս երկրի վրա, դու Քրիստոսի հետ չես չարչարվում և նրա հետ երկնքում թագավորելու ոչ մի հույս չունես, ոչ էլ մենք պետք է եզրակացնենք, որ քրիստոնյայի բոլոր նեղությունները չարչարանքներն են Քրիստոսի հետ, քանզի նա պետք է Աստծուց կանչված լինի չարչարվելու, եթե մենք անփույթ ու անխոհեմ ենք և հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որոնք մեր նախախնամության, ոչ էլ շնորհքի կողմից նախատեսված չեն մեզ համար, ապա պետք է ինքներս մեզ հարց տանք, արդյոք Քրիստոսի հետ ենք չարչարվում, թե ավելի շուտ մեղանչում ենք նրա դեմ, եթե մենք թույլ տանք, որ զգացմունքները զբաղեցնեն առողջ դատողության տեղը և Սուրբ Գրքի հեղինակությունը փոխարինվի մեր կամակորությամբ, ապա կսկսենք Տիրոջ պատերազմներում սատանայի զենքերով կռվել և չպետք է որ զարմանանք, եթե մեր սեփական մատները կտրենք, այսպիսով մեղքի հետևանքով մեզ պատահած անախորժությունների մեջ չպիտի մեզ ներշնչենք, որ Քրիստոսի հետ ենք չարչարվում, երբ Մարիամը չար բան խոսեց Մովսեսի հասցեին և բորոտությունը պատեց նրան, այդ ժամանակ նա Աստծո համար չէր չարչարվում, ավելին, այն չարչարանքը, որ Աստված ընդունում է, պետք է արդյունքում Աստծուն փառավորի, եթե ես չարչարվում եմ, որ անուն վաստակեմ կամ ծափերի արժանանամ, ես բացի փարիսեցիների վարձատրությունից ուրիշ ոչինչ չեմ ստանա, անհրաժեշտ է նաև, որ մեր համբերության շարժիչ ուժը մշտապես լինի սերը Հիսուսի և նրա ընտրյալների հանդեպ, մեզանում պետք է Քրիստոսի հոգին դրսևորվի հեզության, քաղցրության և ներողամտության մեջ, եկեք քննենք և տեսնենք, արդյոք մենք իրոք չարչարվում ենք Հիսուսի հետ, և եթե այդպես է, ապա ինչ է մեր այժմյան թեթև նեղությունը, Երկրորդ Կորնթացիս 4:17 Նրա հետ թագավորելու համեմատ, ո Քրիստոսի հետ կրակի հնոցում գտնվելը այնքան օրհնյալ է և նրա հետ անարգանքի սյան մոտ կանգնելը այնքան պատվաբեր, որ եթե ապագայում որևէ փոխհատուցում չլիներ էլ, կարող ենք մեզ երջանիկ համարել ներկայիս պատվի համար, սակայն քանի որ վարձատրությունը հավիտենական է և մեր ակնկալածից անսահման ավելի շատ, եկեք պատրաստակամությամբ վերցնենք մեր խաչը և ուրախությամբ շարունակենք մեր ուղին։